Իմ հարցը նույնպես տեսչականներին է վերաբերում եւ Պարոն Վարդանյանը ընդհանուր գծերով ասած, այստեղ շատ վիճելի խնդիրներ կան։ Մասնավորապես արդյունքի արդյունավետություն չափելու իմաստով ես համաձայն եմ մեր գործընկերոջ հետ, որ այսինքն ես ինչ գիտեմ 26 թվականին քանի հոգի կբողոքի, ինչա նշանակում պլանավորել։ Ոնց պլանավորես բողոքները։ Ոնց պլանավորես այցերը, պլանավորես ստուգումների թիվ, բայց պլանավորես թե քիչքան բողոք կլինի, անընդհանրապես չլինի, որտեղ իսկապես այնքան իդեալական ակտեր են եւ այնքան ճիշտ աշխատվի քաղաքացիների հետ, տնտեսվարողի հետ, որ նման խնդիր չառաջանա։ Հիմացը դրա հակառակ կողմն է եւ որ պետքա քննարկենք տեսչական մարմինների հետ, կուզենամ սրա մասին էլ խոսանք։ Տպավորություն կա, որ տեսչական մարմինն է, ժողովրդի մոտ տպավորություն կա, որ տուգանող, վնաստվող մարմին է։ Հիմա մենք պետքա փոխենք այդ փիլիսոփայությունը, այսինքն ժողովուրդը պետքա դրա մեջ դիտարկի նաեւ իրան օգնելու, կանխարգելելու խնդիրների լուծումը։ Այսինքն, եթե տնտեսվարող ասենք սան տեսչության մի աշխատակից Եղեգնաձորում, ասենք շատ կոպիտ պահվածքով ակտագրը քաղաքացու մոտ տպավորություն որ իշխանությունը այս մարդն էր եկավ այս բանը արեց գնաց երկար բացատրում ես որ եղբայր այս մարդը կարող ինչ-որ միտեղ չպատկերացնի իր անելիքները ասենք եւ այդ մարդիկ ասենք ծանր վիճակում են եւ այդ փոքրիկ խանութը փակվելու խնդիր ունի այսինքն արդյոք մենք եթե տնտեսության մասին ենք խոսում եւ այդ տեսչական մարմիններ մեծամասամբ իհարկե խոսքը չի վերաբերում ասենք կրթության տեսչություն չնայած արմատապես խորքով որ գանք հենց դրան էլ է վերաբերում մենք խնդիր ունենք տնտեսության զարգացման նաեւ ոչ միայն ուղղելու շտկելու տուգանելու այլ նաեւ օգնելու որ այդ խնդիրները լուծվեն այսինքն մենք անելիք շատ ունենք նաեւ այդ դաշտում այսինքն տնտեսվարողների մեծ մասը չունի այն կրթությունը ինչ որ ունեն տեսչական մարմնի աշխատակիցները Այստեղ պետք է նաև բացատրական աշխատանք տարվի, նաև ներկայացվի խնդիրը եւ ժամանակ տալ, որ այդ խնդիրները լուծեն։ Այդ իմաստով ես կուզենայի, որ արդյունավետության մեջ չդնենք միայն թե քանի ստուգումներ արվեցին եւ ավելի շատ դնենք թե դրա արդյունքում քանի տնտեսություն առողջացավ։ Ես այս կերպ ձևակերպեմ, էլի։ Մտքերս որ մենք խնդիր ունենք նաև տնտեսությանը օգնելու, շտկելու, այո, ճշտելու, որպեսզի խնդիրները անպայման լուծվեն, ժամանակ տալու, ես վերջի անգամ մի տնտեսվարող դիմել էր Փորձել եմ տեսչական մարմինի հետ քննարկեմ, ասում եմ դե պարոն Բագրատյան, այսօր լրանում է ժամկետը, ուրեմն պետք է ասում եմ այդ մարդը թերությունը այս պահին վերացնում, հա, ասում եմ ոչինչ, մենք փակենք, մի երկու օրից նորից կբացենք, ասում եմ եղբայր, մարդու հետ աշխատի, թող ավարտի իր գործին, չես վնասում այդ մարդու աշխատանքին։ Այսինքն մենք այս տնտեսվարողին ոչ թե պետք է դիտարկենք այլ տեսակետից, այլ հենց մեր հանրապետության վարչապետի խոսքերով ասած պետք է դայենք որպես նաև որոշ չափով այդ մեր հերոսի այդ հարկատուն նաև այդ խիզախություն ունի զբաղվելու տնտեսությամբ եւ արդյունք ստեղծելու եւ հարկեր վճարելու։ Սա նույնպես մեր համար պետք է խնդիր դիտարկվի։ Այս իմաստով կցանկանայի որ մեր քննարկումների ժամանակ բան հարցը նաև այս ասպեկտը նույնպես արդյունավետության հիմքում դնենք։ Այս բարդ ինքը շատ բարդ է, դրա համար ես համաձայն եմ ձեր հետ, այդ մեթոդոլոգիա մշակելը ինքնին շատ բարդ երևույթ է եւ տարբեր տեսակետից մենք պիտի բալանսավորենք այս հարաբերությունը։ Սրա մասին եմ ուզում ասել, շնորհակալ եմ։ Ես կանրադառնամ ձեր ասացին, պարոն Բագրատյան, եւ հիմնականում համաձայն չեմ ձեր հետ, որ տեսչական մարմինը ընկալում է որպես եւ տեսչական մարմինն է տուգանող մարմիններ, որովհետեւ որպես աշխատակազմ վարչապետի աշխատակազմը ամենաշատ բողոքներն է ստանում տարբեր մարմիններից, գերատեսչություններից եւ տեսակարար կշիռով տեսչականները այդտեղ մեծ թիվ չեն կազմում։ Երկրորդը աջակցելու առումով։ Գիտեք, մեր քաղաքացիների, որոշ քաղաքացիների եւ տնտեսվարողների ընկալումներում տեսչականների ստուգումների նկատմամբ ասենց տարիներ շարունակ եղել է կամարական վերաբերմունք, որովհետև մինչև որոշակի ժամանակահատվածը դա եղել է շատ լուրջ կոռուպցիոն համակարգ, եւ դե միտեղ ծանոթ կգտնենք, կասենք այդ տուգանքը չեն գրի։ Հիմա ձեր բերած օրինակով կա ժամանակ, կա ժամկետ, որի շրջանակում եւ դա օրենքով եւ կարգերով սահմանված ողջամիտ ժամկետ է, որի ընթացքում տնտեսվարողը այո պետքա միջոցներ ձեռնարկի դա շտկելու։ Էլի այդ անլուրջ վերաբերմունքի արդյունքում է, որ ամեն ինչ մնում է վերջի վայրկյանին։ Եվ եթե տեսչական մարմնի ղեկավարը դիցուկ այսօր ամսի 29-ը ժամը 12-ին պետքա ավարտած լինի այդ գործը, ավարտած չլինի, ՊՎԾ-ն կգա կասի
Հարգելի տեսչական մարմին, ժամը 12-ին դու այս մարդուն պետքա դիցուկ 2 միլիոն դրամով տուգանած լինեիր։ Այդ ժամին չես փակել այդ գործը, փակել ես ժամը 5-ին, կարող է ժամը 12-ից մինչև 5-ը քեզ ինչ որ բան են տվել եւ դու այդպես ես վարվել այդ տնտեսվարողի հետ։ Պարոն Բագրատյան, իմ կարծիքով պետական մարմիններին, վարույթներին, մեր քաղաքացիները շատ ավելի լուրջ պետք է վերաբերվեն։ Այն պահին, երբ որ ամեն ինչ չթողեն վերջի պահին, եւ այն պահին, երբ որ լուրջ վերաբերեն, ես կարծում եմ բոլորը կամ մեծամասնությունը կտեղավորվեն այդ ժամկետների մեջ։ Եվ երկրորդը, բազմաթիվ թեմաներ են եղել, բազմաթիվ թեմաներ տեսչականներով, որտեղ մենք նաեւ տեսչականների ղեկավարների զեկույցներով արձանագրել ենք համակարգային խնդիրներ եւ ես անձամբ եմ տնտեսվարողների հետ բազմաթիվ քննարկումներ ունեցել շատ տարբեր թեմաներով, շատ տարբեր։ Այսինքն մենք մաքսիմալ փորձում ենք աջակցել եւ ես գիտեմ էլ զեկույցներից, թե որքան են տեսչականներ տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերում եւ ես ընդհանրապես համաձայն չեմ ձեր գնահատականների հետ։ Պարոն Արարչյան, ես ուրախ եմ, որ համաձայն չեք, ուրեմն նշանակում է մենք արդյունք ունենք, որ համաձայն չեք։ Եթե համաձայն ենք, ուրեմն արդյունք չունենք, որտեղ նույն գծի մեջ նույն բաներն ենք ասում։ Հետևաբար դրա համար ուրախ եմ, որ համաձայն չեք, ես փորձեմ նաև շարունակել ինչի որոշ մասով պետք է համաձայն լինեք, որովհետև այդ նույն մարմինը, որը պետք է դա անի, դրանից առաջ մեր մյուս պետական մարմինը չի հասնում սպասարկել տնտեսվարողին։ Նա էլ ասում է իմ մոտ հերթ է, ես ինչ անեմ, ասում է ես 3 ամիս առաջ եղբայր դիմել եմ, որ դու գաս չափագրում անես, ավարտես, որպեսզի տեսչական մարմինը գա արձանագրի, որ ես պարտաճանաչ եմ։ Թող գնան այդ մարմնից բողոքեն, դուք էլ երբ որ գալիս են այդ մարմնի ժողովուրդը ստեղ զեկուցելու, իրան ասեք այդ մարմին ինչի չեք զեկուցում, այլ ըստեղ դուք հիմա տեսչականի հարցն եք բարձրացնում եւ ասում եք տեսչականը դիտվում է որպես տուգանող մարմին։ Ես համաձայն չեմ։ Որ դուք համաձայն չեք, ես կողմ եմ, որ համաձայն չլինեք, բայց ես ասում եմ, որ այս աշխատանքը մենք չպետք է նայենք միայն տեսչական մարմնի աշխատանք, համակարգային պետք է նայենք։ Պարոն Արարչյան, համակարգային նայելու դեպքում շատ խնդիրների լուծումը մենք այլ կերպ կտանք։ Այս իմաստով մեր աջ ձեռը պետք է իմանա, թե ձախ ձեռը ինչ անում։ Այսինքն համակարգած պիտի աշխատեն մեր բոլոր մարմինները։ Եթե մեկը չի հասցնում, մյուսը հիմա տեսեք, մենք չենք հասցնում ID քարտերը տան, բռնենք այս պարտքած տուգանենք, ասենք ժամանակին ինչի չես արել, շուտ աներ։ Հիմա այս պարտիկ հերթի մեջ են։ Եվ ասում է քո հերթը դեկտեմբերին է։ Մենք արժե որ նոյեմբերին իրան տուգանենք, որին հայտարարագիր, որ պայմանական եմ ասում, չի արել։ Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Հայտարարագրի։ Հա, դե փոխեցինք օրենքը։ Գիտեմ փոխեցինք, բայց միջև փոխելը պիտի տուգանեինք, չէ՞, բայց այդ մարդկանց մեղքը չէր, որ մենք չենք հասցնում, մեր պետական մեկ այլ մարմին չի հասցնում ID քարտը։ Մենք չենք տուգանելու, այն մարդիկ, այն բոլոր մարդիկ, ովքեր դիմել են միջև սահմանված ժամկետը եւ պետական մարմնի պատճառով իրենք չեն ստացել իրենց ID-ին, այսինքն իրանց հերթը ընկել էր դիցուկ դեկտեմբերին, մենք որևէ տուգանք չենք կիրառելու։ Այդ դրա համար ասում հիմա տեսչական մարմինների հետ աշխատանքում, պարոն Արարչյան, մենք պետք է նայենք համակարգային խնդիրներ, ոչ թե պետք է նայենք մենակ տեսչական մարմինը վերջում ինչ արձանագրեց, այլ ինչի արդյունքում դա եղավ։ Ինչու եկավ հաստատ դրա, որ տեսչական մարմինը ստիպված արձանագրեց։ Սրա մասին էր։ Շնորհակալություն։ Կարճ արձագանք, եթե թույլ տաք կարճ արձագանք, պարոն Բագրատյան, կոնկրետ ոլորտների հետ կապված խորհուրդներում տեսչականների ներկայացված են այդ ոլորտի հետ կապված նախարարները, որոնք քաղաքականություն են մշակում։ Եվ պարբերաբար տեսչականները իրենց տարեկան զեկույցների ժամանակ կամ որոշակի ամփոփումների դեպքում բերում են համակարգային խնդիրներ եւ ասում են, օրինակ, Քաղշին տեսչականը ասում է տկենի հետ կապված ունենք այսպիսի հարց, որը համակարգային է։ Մենք գնում ենք, հա տուգանում ենք, այդ հարցը չի լուծում։ Գնում տուգանում ենք, այդ հարցը չի լուծում։ Եվ դա դրվում է սեղանին եւ տկենը համապատասխան օրենսդրական փոփոխություններ կլինի, կարգ փոփոխություններ կլինի, բերում է փոխումա, որովհետեւ տեսչական մարմինները իրենք օրենք եւ կարգ փոխող չեն, քաղաքականություն որոշող չեն։ Եվ պարոն Խաչատրյանը ոնց Խնդրեմ պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, պարոն Բագրատյան, զուտ արդյունքային ցուցանիշների մասով ձեզ ասեմ, որ տեսչական մարմնի կողմից հրդեհային անվտանգության ոլորտում նախկին ժամանակահատվածում հայտնաբերվել է 27000 հրդեհային անվտանգության խախտում, որից 58.2% այս պայդրությամբ արդեն վերացվել է։
իսկ դա շատ լուրջ ցուցանիշ է։ Նաև տուգանքի մասով շատ կարճ արձագանք եմ, տուգանք պատասխանատվության միջոցի կիրառումը անձին պատժելու նպատակ չի հետապնդում, այլ ընդհակառակը անձին դաստիարակելու, օրենքները պահպանելու, համակեցության կանոնները հարգելու ոգով եւ հետագայում նույն իրավախախտողի կողմից նոր իրավախախտում թույլ չտալը կանխելն է։ Դա անձին պատժելու միջոց չէ։ Շնորհակալություն։